Առաջի կտորը վերաբերվում է feature engineering ու feature selection-ին։ Այս այն կտորն է, որ տենց տարբեր պրոյեկտների ժամանակ նշել ենք, որ շոտիկի աղյուսակային տվյալների դեպքում շատ կարևոր է, որ մենք մի հատ ձեռով ջիգարով տվյալները հասկանանք, ջոգենք, թե ինչ թազա feature-ը կարելի սարքել։ Այնքան ոնց որ իրեն մի քիչ ավելի սիստեմատիկ տեսանկյունից ենք նայելու։ Ու հաջորդ կտորը գալու է նրան արդեն դե օքեյ, իսկ եթե լիքը feature-ներ ունենք, ոնց իրանց մեջից ծաղկաքաղ անենք լավագույններին ու ընդհանրապես ինչ կտրվածքով ենք ասում, թե ինչն է լավագույնը։ Ըստ էության այդտեղ էլ հազար ու մի բան արդեն գիտենք, օրինակ L1 ռեգրեսիա որ անում ենք, լասուն այդ penalty-ն իր ինչքան շատացնենք, ինքը այնքան խիստ գնում է դեպի զրոների բաները, կոեֆիցիենտները, այսինքն ավտոմատ feature-ներ է ընտրում կամ ծառը, եթե ինչ որ feature-ներ իրան բանի պետք չեն, զուտ իրենց երբեք չի օգտագործում կիսվելու համար, բայց մի հատ ավելի ընդհանուր կնայենք ու նաև տենց մոտեցումներ, որոնք որ հենց կոնկրետ process են, որ ասենք 50 սյունից սկսի, արի հասի մինչև 15 սյուն, օրինակ բան, recursive feature elimination, տենց ինչ որ ալգորիթմներ։ Մի խոսքով, մի հատ այդպես բաներին կանդրադառնանք, զուտ որ մեր գործիքակազմը, սենց ասած, ավելի լայն դառնա։ Այս մի հիմնական կտորն է, մյուս կտորը, որ մտածել էի, որ կարող է պրոստը հաջորդ լեկցիային կպցնենք հաջորդ լեկցիան ավելի երկարանենք, այդ կլասիկ մեթոդներն է։ Այսինքն այն մեթոդները, որ հիմա պրակտիկայում առանձնապես չեն օգտագործվում, ավելի տենց հնից եկած բաներ են, օրինակ support vector machine-ները, որ տենց 90-ականներին է ոնց որ թե իրանց այն հիմիկվա ակտուալ վերսիան եղա, որ օրինակ scikit-learn-ի բանում աշխատում է, բայց իրանք այլ ավելի հին վաղթվայինց եկած են ու լավ երկար ժամանակ լավ դոմինանտ են եղել, ասենք 63 թվից իրանց գաղափարը կա այդ աստիճանի, որ հենց ալգորիթմը իրանով չենք օգտագործի, բայց մեջը հետարքի իդեաներ կա, որ արժի ոնց որ մեր գլխի մեջ մտնի որպես ավելի լայն մտահորիզոն ապահովելու բան, դրա համար ոնց որ մի անգամ իրանց ուզում ենք անդրադառնանք, այդ կլինի այսօր, թե կլինի ուրբաթ, ըստ ընթացքի կհասկանանք, բայց հա, այդ մեր պլանի հետ կապված։ Մի քայլ ավել գնալով էլ, եթե մնա մի շաբաթվա լեկցիան ուղղակի կլինի երկար լեկցիա, որտեղ մի հատ է դրանց կծածկենք, հետո կանդրադառնանք արդեն ժամանակային շարքերի թեմային ու տեղ մի հատ լեկցիա կանենք, տեսնենք իսկ ինչ կարանք անենք, եթե մեր մոտ տվյալների տողերը իրարից կախված են, իսկ կոնկրետ ինչ որ բանի չափումներ են, այսօր վաղը կամ բան, այս անգամ բժշկի գնալուց արդյունք, հաջորդ անգամ բժշկի գնալուց նույն մարդու արդյունք։ Այդ future engineering-ը, այսինքն ոնց որ մենք ստեղծում ենք օրինակ նոր սյունակներ, selection-ով է արդեն այդ սյունակները անալիզ ենք անում։ Selection-ով ընտրում ենք, թե որոնք ենք ուզում պահենք։ Ոնց որ իդեալական դեպքում մենք կունենանք ինչքան հնարավոր է փուճուր մոդել, որ համ ավելի արագ լինի աշխատելը, համ ավելի բացատրելի լինի։ Մի խոսքով, քիչը միշտ լավ է, եթե կարանք քչով լավ արդյունք ստանանք։ Feature selection-ը տեսումների հավաքածու է, թե ոնց այդ նպատակին հասնել, էլի։ Ուժով, ոնց որ շարունակելու ենք մեր այս վերջին մի երկու շաբաթվա մեջ արդեն ստանդարտ դարած դատասեթը, հեծանիվների վարձույթի դատասեթը, որտեղ որ ունենք թե ինչ օր ա եղել, դա տարվա ինչ եղանակ ա եղել, որ ամիսը, տոն ա եղել թե չէ, եւ այլն, տենց մի քանի հատ սյուն ունենք։ Հիմա հասկանանք ոնց որ իսկ ինչ նոր սյուներ կարանք սարքենք ու ընդհանրապես այս սյուների մեջ ինչ ա կատարվում։ Այստեղ իրականում տարբեր ընտանիքներ ունենք։ Օրինակի համար այստեղ մեր մոտ բանը կա օրինակ մի հատ եղանակի հետ կապված ընտանիք, որտեղ որ հենց բուն եղանակն է, թե եղանակը ոնց է զգացվում, կա բան, որ մի հատիկ արժեքից բռնել ենք լիքը բաներ ենք սարքել, իսկ մեր մոտ եղել է մի հատ ամիս ամսաթիվ ժամ, իրանից սարքել ենք տարի, ամիս, տոնա թե չէ ու ինչ բան է, ինչ եղանակ է տարվա մեր մոտ, ու ստեղ մեկ էլ որպես երրորդ աղբյուր, ասենց ասած ավելի դրսից եկած ինֆորմացիա, այսինքն սա նես չի հեծանիվների դատասեթի ֆունդամենտալ մասը, այլ դրսից եկածը թե տոնա թե չէ այդ օրը։ Հա, ու հիմա սրա հետ թե ինչ կարանք անենք, ընդհանրապես ոնց որ ունենք ստեղ 11 հատ սյուն, բայց այս մեր տվյալները որ ունենք, ստեղ կարա լինի թե ընդհանուր գումարային քանի հատ հեծանիվի վարձույթ ա եղել, քանի հատնա տենց նախապես գրանցումով եղել, քանի հատնա ասենք տեղում վերցնելով եղել,
Ստե մի պստիկ ավելի փոփոխած է դատաստը, որ ավելի հարմար լինի մեր կրթական նվատակներով sense ասած, բայց օրինակ ստեղ կարանք զգանք, որ այս երկուսյունը իրար հետ ավտոմատ պատմում են, թե մեզ ինչա լինում թիրախը, այսինքն եթե ուղղակի բռնենք է սրան գումարենք իրար, տեսնում ենք, որ իդեալական բռնում են իրար հետ, ինչը ամենամաքրագույն բանի օրինակն է լինում մեր մոտ, թիրախի արտահոսքի օրինակն է լինում, իսկ մենք պետքա փորձենք գուշակել ուղղակի քանակությունը։ Հենց քանակությունը գուշակելով առանց իմանալու թե քանի հատ է գրանցվել, որովհետև ապագայում, երբ որ պետք լինի մեզ վաղվա համար գուշակել, մենք չենք իմանա թե վաղը քանի հատ է գրանցումով եղել, քանի հատ է ոտի վրա եղել։ Հիմա ոնց որ որպես ընդհանուր մոտեցում, ինչ պետք է անենք ամեն միսիան հետ։ Ժամանակին սովորել ենք, որ պետքա պրեպրոցես անենք ամեն միսիոնը, այսինքն բռնենք մակրոտենք իր բացակայող արժեքները, բռնենք բան անենք իրան, բերենք նույն տիրույթի ինչ մնացած ընդ ստանդարտ սքեյլինգ եւ այլն եւ այլն։ Այսօր կնայենք իսկ ինչ կարանք հավելյալ բաներ անենք։ Օրինակի համար ունենք ինչքան խիտ է ու ունենք օրինակ ինչքան է բանը, քամու արագությունը։ Կարանք մտածենք իսկ կարող բռնենք սյուն սարքենք, որ կասի թե ինչքան ոչ կոմֆորտ է մեզ, բազմապատկելով խոնավությունը բանի հետ, արագության հետ։ Երկուսն է եթե բարձր են, ուրեմն ահա որ ոչ կոմֆորտ է մեզ, այդ որպես օրինակ էլի, ինժեներինգը այս պատմությունն է լինելու մեր մոտ։ Հետո կնայենք թե ոնց մեջից ընտրենք թե որոնք ենք պահում։ Ու որպես այս ոնց որ թվերը բան չեն, արտադիր օրենք չեն, sense ասած։ Բայց մեծամասամբ ու նաև անձամբ ես էլ իմ փորձից եթե ասեմ, այնց աղյուսակային տվյալներ, չնայած կարելի ասել լիքը, լավ, աղյուսակային տվյալներով պրոյեկտներ անելուց ժամանակի ավելի մեծ մասը գնում է մի դատասեթը կարգին տեղը բերելու համար, հետո արդեն նոր գալիս է որպես շատ ավելի կարճ process, մոդել սարքել, մոդելը tune անել, հետո մոդելը deploy անել, այսինքն որ արդեն ինտերնետում հասանելի լինի, տեսնենք որ ամեն ինչ նորմալ աշխատում է, բայց մեկը ոնց որ այն առաջի այն կեղտոտ կտորը, այն դատան տեղը տեղին դզելու կտորը լինում է տենց շատ ժամանակատար բան, որը օրինակ անձամբ իմ համար, որ նոր էի մտնում ոլորտ, ահա որ անսպասելի էր, էլի, որտեղ ոնց որ այն սաղ խելոք հավես կայֆ բաները գնում են, ասենք այս մոդելը օգտագործենք, թե այն մոդելը օգտագործենք, բա սրա հետ ինչ անենք, նրա հետ ինչ անենք եւ այլն, արդյունքում բարձում է, որ տենց լիքը բանի վրա ուղղակի IGBM անելը արդեն ծով է։ Ու դատան կարգի բերելու մեջ էլ մտնում է անպայման նաև feature engineering-ը, ինչը կախված շրջանից, կախված պրոյեկտից կարա տարբեր քանակի ազդեցություն ունենա։ Մոդել կա, կարող է իր համար feature engineering անենք, այտենց ինչ որ սուպեր շատ չլավացնի, որովհետև անենց ինչ որ գրանձիոզ թազա feature-ներ չենք սարքում, որ օրինակ ծառը չի կարացել բռնացնի, բայց օրինակ գծային ռեգրեսիան կարասի, օ, վաու, ես իմ գծայնությամբ սա չէի ֆայմել, ճիշտ չէի կարացել նույնիսկ մոդելավորեմ։ Բայց հա, ամեն դեպքում ինքը որպես տեխնիկա կարևոր է ու իրեն պետքա դիտարկենք, եթե աղյուսակային տվյալների պրոյեկտ ունենք։ Ու իդեալական դեպքում ոնց որ գիտելիքը որ կարանք բերենք, դա մեր հենց կոնկրետ ոլորտի գիտելիքն է։ Այսինքն ասենք բռնենք զանգենք մեր ընկերներից մեկին, ով ավտոների դատասեթա, զանգենք մեր մեխանիկ ընկերոջը, ասենք լսի, ի՞նչն է կարևոր вообще այս բանի համար, ասի այս ու այս, ասենք անտիր։ Կամ բռնենք ասենք, օքեյ, իսկ ինչ ինֆորմացիա կարամ բերեմ ավտոմատ կերպով ստեղ, ասենք թե կարող է բան անեմ, փողոցի անունն է գրած, ես գնամ Google Maps-ով, Yandex-ով բանով իր կոորդինատը փորձեմ գտնեմ, կոորդինատից էլ կենտրոնից հեռավորությունը վերցնեմ։ Այդ այնց ինչ որ բաներ եթե կարանք անենք, իրանք լավ ջիգարով կարան օգնեն։ Նաև ոնց որ եթե ուժուր դատասեթի հետ գործ ունենք, այսինքն չեն կարող հույս ունենանք, որ այդ ML-ի հիմնական պարադիգման, որ պրոստը sense տոնաներով դատա ես լցնում մոդելի վրա, մեկ է հոփ օրինաչափություններ են դուրս գալիս, դրա հույսը չեն կարող ունենանք, արդեն պետքա շատ ավելի զգուշ, թիրախային բռնենք իրան սիրուն սիմպաթիչնի տեսքի բերենք։ Ու մի հատ էլ հավելյալ կարևոր նշում, որ ստեղ շտկի կարևոր է այն, որ մենք խոսում ենք աղյուսակային տվյալների համար, այսինքն նկարների կամ տեքստերի համար մենք չենք բռնելու, փորձենք ինչ-որ ձեռքով բաներ մեջ հավելացնենք։ Հիմնականում sense դեպքերում համապատասխան մոդելները իրենց օրինաչափությունները ջիգարով դուրս են բերում։ Աղյուսակայինի համար էլ լիքը դեպքերում դուրս բերում են հավեսով։ Ու իրականում այս աղյուսակայինի համար նաև կա բան,
pub PFM կոչվող մոդելների ընտանիքը, որոնք որ հենց կոնկրետ լեզվական մոդելի բանը, սկզբունքը, տրանսֆորմերը բռնել կիրառել են աղյուսակային տվյալների վրա ու հիմա լիքը տեղերում նույնիսկ LightGBM-ին հաղթում է, բայց ոչ ինչ որ սուպեր մեծ դատասեթերի վրա էլի։ Բայց ոնց որ սա մի քիչ կլասիկ տրադիցիոն թեմաներից է, էլի ավելի շուտ էլի ուզում եմ դրան բերեմ։ Հիմա թե ընդհանուր առմամբ ինչ տեսակ նոր ֆիչերներ կարանք սարքենք։ Եթե խոսում ենք, ասենք, մի տողի մակարդակով, մենք կարանք բռնենք ու իրան ուղղակի ձևափոխենք։ Սյան արժեքը դարձնենք օրինակ լոգարիթմ կամ աստիճան բարձրացնենք։ Լոգարիթմը օրինակ բավականին տարածված բան է, հատկապես երբ որ մեր մոտ կա այս տեսակի դատասեթեր, ասենք աշխատավարձերը հիմնականում սենց են, մեկ էլ հոպ մի քանի հոգի այստեղ խայտարակ բարձր աշխատավարձ է ստանում։ Կարանք օգտվենք բանից, binning-ն է բավականին տարածված մոտեցում, երբ որ ասում ենք տարիքը, ասենք 1-ից 100 ինչ որ խառը թվեր է, բայց իրականում արդյոք այդքան կարևոր է թե մարդը 43 տարեկան է, թե 44։ Այս շատ երևի կարևոր է, ասենք 18-ից 25 ինտերվալում է, 25-ից 30, թե ասենք 40-ից 50, այսինքն համ ավելի քիչ կատեգորիա կունենանք, համ էլ ոնց որ այդքան աղմուկ շատ չի լինի տվյալների մեջ, էլի մենք այնց կվարվենք, ոնց իրոք ակտուալ է, 44-45 տարբերություն չկա, բայց 40-ն անցամարտը թե 50-ն անցամարտը կարա արդեն տարբերություն տա։ Բինն էլ մեր մոտ ուղղակի դույլն է, էլի, ասենց ասած։ Մի քանիսյան մակարդակով կարանք հարաբերություններ հաշվենք։ Օրինակի համար, եթե նայում ենք ավտոն քանի կիլոմետր է քշել ու ինչքան բենզին է վառել, կարող է նայենք, որ քշել է 100 կիլոմետր, ասենք նորմալ է, դատասեթի մեջ կա ավելի մեծ, ավելի փոքր թվեր, տեսնենք, որ վառել է 50 լիտր, ասենք դե էս էլ է նորմալ, սենց էլ կա, բայց հետո որ նայենք քանի կիլոմետր է քշել, քանի լիտր է վառել քշած կիլոմետրի հաշվին, ասենք մի վարքյան, էս ինչ անում, էս ավտոն էս շատ վատ է, շատ վատ վիճակում է, այսինքն երկու բաների հարաբերությունը կարա օգնի։ Տարբերությունները, արտադրյալները նաև նույնպես։ Եթե մի քանի տողի մակարդակով բաներ ենք խմբավորում, ասենք մի մարդու բանն է, վարկային մուծումների պատմությունն է, կարանք օրինակ նայենք, իսկ միջինը ինչքան է մուծել, մեդիանը ինչքան է մուծել, վերջին 4 հատ մուծումը ինչքանով ավելի շատ, օրինակ իր գլոբալ եղածից։ Այդտենց տարբեր բաներ կան։ Կամ օրինակ այսօրվա մուծումը իր ամենամեծ մուծումն է, թե ասենք ամենափոքր մուծումն է։ Ինչ որ ձևով կարանք ագրեգացնենք, իսկ շատ տողերը բերենք մի հատիկ արժեքի ու դե կարանք դրսի տվյալներ բերենք։ Դրսի տվյալները հիմնականում լինելու է կամ ինչ որ տես դեմոգրաֆիկ աշխարհագրական բաներ, կամ եղանակային, կամ արձակուրդային, տես տոնային եւ այլն, կախված է լրիվ թե ինչ տեսակ խնդրի հետ գործ ունենք, էլի։ Ու նաև կան ինչ որ տես ստանդարտոտ օրինակներ, որ օրինակ ես անձամբ ինչ պրոյեկտ հետ աշխատել եմ, որտեղ որ մարդու քաշ ու բոյ ա եղել, բռնել ենք, հաշվել ենք BMI ինդեքսը։ BMI ինդեքսը այդ բանն է, քաշը բաժանած տարի բանի բոյի քառակուսուն, բայց այդտեղ պետքա չափման միավորները ճիշտ լինի, էլի, այդտեղ չեմ հիշում, մեկը ամերիկական համակարգով էր ինչ որ, էլի։ Սա օրինակ ունի իր հատուկ ինտերվալներ ու ամեն մի ինտերվալը գիրության կամ տենց նիհարության տարբեր աստիճանի հետ է բանանում ու հիմնականում ինքը նույն ձև ոնց տարիքի դեպքում ասում էինք 43 թե 44 շատ կարևոր չի, այլ շատ կարևոր է, ասենք մարդը որ մի քաշային կատեգորիայի մեջ է։ Օրինակ մի հատ պրոյեկտ ունեի, որ բան էր, պետքա մարդուց արյան անալիզ էին, արյուն էին վերցնում, հիմա ինչքան արյուն վերցնես, ակնհայտ կապ ունի, թե ընդհանուր առմամբ մարդը ինչ քաշային կատեգորիայի մեջ է գտնվում։ Ու այս երկու տարբեր բանը պարելու փոխարեն body mass index-ը շատ ավելի շատ բաներ մեզ պատմում միանգամից։ Ու այն որ վերցրու weight-ը բաժանի height-ի քառակուսուն, գծային մոդելը պետք է երազի կարողանա sense բան մոդելավորի, էլի։ Երկու բաների հարաբերություն մի հատ էլ ընդ քառակուսի, այսինքն ստեղ կոնկրետ օգուտ է տալիս այդ սյունը բռնել մեջը դնել։ Կախված է իհարկե էլի թե ինչ մոդել ենք անում, ինչ կոնցեպտ է եւ այլն, բայց ընդհանուր առմամբ էլի։ Այս գծային մոդելը կակրաս որ ասացի, եթե իրան ուզում ենք ընդլայնենք դեպի պոլինոմիալ, որ նման բան արել ենք, կարելի է նաեւ interaction-ներ հենց մեջը ավելացնել, բռնելով ասելով կար x1 x2, եկեք մի հատ բարձրացնենք իրենց քառակուսիները, եկեք նայենք իրենց փոխազդեցությունը այդ երկուսի իրարով բազմապատկելով x1 x2-ը։
Բայց սա կախված է լինելու հենց նրանից, թե նաև, որ ասում եմ, միշտ կախված է թե ինչ մոդելի հետ են գործանում։ Օրինակ x1 անգամ x2-ը ներառելը, որ այս երկու սյուների իրար հետ փոխազդեցությունը արտահայտողություն ունենանք, շատ խելքին մոտ կարելի լինի գծային մոդելի համար, ով որ sense բան չի կարող անի, բայց ծառը, որը որ ավտոմատ իր մեջ feature importance-ներ, feature interaction-ների մոդելավորում ունի, այսինքն ինքը կարող է սկզբում ըստ այս A-սյան բաժանվի, հետո ըստ այս B-սյան բաժանվի, ու արդեն ստեղի գուշակությունը լինելու է A-ի B-ի արժեքների համախմբից կախված։ Օրինակ հենց ստեղ եթե բռնենք եղանակը ու աշխատանքային օրաթեչեն իրար հետ նայենք, Ridge-ի դեպքում լավացում լինում է, random forest-ը նույնիսկ վատանում է, կամ կարանք ասենք նույնն է մնում, էլի, այս ոնց որ աղմուկի մակարդակի է փոփոխությունը լինում։ Որտեղ random forest-ը առանց սրա էլ կարա ըստ աշխատանքային օրաթեչը sense կիսվի, հետո ըստ եղանակի բռնի կիսվի։ Իր համար նորություն չի սրա արտադրյալը։ Binning-ի հետ կապված երկու բառով նշեցի, բայց օրինակ այդ տարիքի հետ կապված իր ինքը տես բավականին ընդունված է կիրառել, բայց շատ ավելի շատ դեպքերում էլ կարանք իրեն բռնենք ու ուղղակի սարքենք ոնց որ փոքր քանակի նորմալ sense սիրուն ընդգծած բաներ մեր մոտ դույլեր ու իրանցով արդեն մեր մոդելավորումը անենք։ Սա օրինակ կարող օգնի, եթե գործ ունենք ինչ-որ գծային մոդելի հետ, որ sense պետքա մոնոտոն ասի սա գնալով աճում է, նվազում է, իսկ եթե մենք ունենանք բան, իրան բաժանեինք այս sense ինտերվալների, կարող է այս ինտերվալների մեջ արդեն ավելի հեշտ ինքը գար սկսեր, ասենք գծային մոդելը, ավելի հեշտ սկսեր զգալ, ասենք, որ աճեց, հետո նվազեց, այդ մոնոտոնության ջարդվելու պահը ավելի հեշտ մոդելավորի։ Ու նաև ոնց որ ավելի քիչ արժեքներ ունենք, ավելի փոքր տիրույթի հետ մենք գործանում, շատ ավելի հաճելի է միշտ էլի sense ժամանակները։ Պետք չի իրան չափից շատ անել, բայց այն բաները, որ ակնհայտ առանձնապես տարբերություն չկա, չենք էլ ուզում մոդելը գնա բռնի փորձի իդեալական 43-ի ու 44-ի մեջ կապը փորձի տարբերությունը բռնացնի, կարանք իրան բռնենք ու ուղղակի մեջը դնենք։ Եթե էլի եմ ասում, ասենք գծային մոդել է։ Ծառը ինքը ավտոմատ այս բաները սարքում է, էլի։ Հենց ծառի ինչ որ ծառի սաղ բանը է նա, որ ինքը դույլերի է բաժանում, էլի։ Որոշ ուրիշ ստանդարտ մեթոդներ, օրինակ ժամանակային շարքերի համար կխոսանք այդ time series-ի լեկցիայի ժամանակ։ Մի հատ բան, որ մի քիչ իրան հեշտ է սխալ անելը, բայց կարա ընդհանուր օգտակար լինի, դա նա, որ կարանք ներառենք այդ մի տողի մակարդակով, ասենք այդ մի օրինակի իր խմբի մասին ինֆորմացիա, այսինքն բռնենք օրինակ այդ մարդու տարիքային խմբի մարդկանց մասին, նայենք իրանք միջինում քանի բան են, քանի անգամ են հեծով արցել, չնայած լավ, երկու օրինակ իրար խառնեցի մի քիչ տարօրինակ բան դարավ։ Կարանք օրինակ բռնենք ու բան անենք։ Ունենք թե ինչ տարվա եղանակա, դատայի մեջ ներառենք ոնց որ նաև թե միջինում այդ ամառը քանի բան է լինում, քանի վարձույթ է լինում։ Իրականում ոնց որ եթե մարդուն ասենք գուշակելու լինի, ինքը մոտավորապես տենց մի բան կաներ, չէ՞, այսինքն գիտեմ մոտավորապես երկուշաբթի օրերը այսքան է լինում։ Հիմա նաև ասում ենք այսօր շատ արևոտ է, այսօր շատ բան է, այդ կարող է ինձ օգնի ոնց որ համատաբար ասեմ դե լավ, երևի միջինից մի քիչ այսքան ավել է լինելու։ Բայց սրա վտանգավորը դա ավտոմատ այնա, որ թիրախից ենք օգտվում, այսինքն նույն ձև ոնց խոսում էինք target encoding-ի մասին, որ բան հենց ըստ էության միջիններ կոնկրետ վերցնում թիրախի այդ կատեգորիայի համար։ Այստեղ ավելի ընդլայնված կարանք իրան ունենանք օրինակ ստանդարտ շեղում եւ այլն ուրիշ բաներով, բայց պետքա կարևորը նույն ձև զգուշ լինենք։ Այսինքն այս ամեն ինչը պետքա հաշվենք բանից դուրս։ Այդ իր եղած training fold-ից դուրս հաշվենք, որ ոչ մի ձև թիրախի արտահոսք չլինի։ Ու թե ինչքանով դա կրիտիկական կլինի, կախված կլինի նրանից, թե ինչքան տարբեր արժեք ունենք։ Օրինակի համար, եթե բռնեմ ու իմ կատեգորիան լինի տարի ամիս ու շաբաթվա օր բոլորը մի հատ խմբի մեջ բան արած, որ այդ տեսակի շատ քիչ քանակի տող է լինում նույն բանը, նույն արժեքը ունեցող, այդտեղ արդեն ոնց որ այդ կատեգորիայի միջինը մոտավորապես նույնն է, ինչ հենց այդտեղ եղած արժեքը, դրա համար եթե նայենք բանի տարբերությանը, mean average error-ի տարբերությանը արդար ձևով գնահատած ու մեր կոնկրետ եղածի վրա գնահատած, արդեն խայտարակ մեծ է լինում։ Բայց եթե բռնենք ուղղակի նայենք օրինակ բանը, սեզոնը, որ լիքը տող ունենք ամեն ինչի համար, միջինը արդեն լղոզվում է։
այդքան շատ հենց կոնկրետ այդ տողի մասին պալիտ չի անում, էլի, սենց ասած։ Բայց մեկա ցանկացած դեպքում պետքա շատ զգուշ ձևով իրան fold-ից դուրս հաշվենք, որ իմանանք ամեն ինչ մաքուր է, ու սրանը դնենք մեր այդ խողովակաշարի մեջ, որ հանկարծ ուրիշ տեղից ոչ պետքական տեղից ինֆորմացիա չբերի։ Ու ընդհանրապես որպես բութմատի օրենք միշտ ոնց որ մի բան ինչքան ավելի լավ է աշխատում, այդքան ավելի պետքա կասկածամիտ լինենք, մտածենք կարող մի բան են չենք արել։ Հետագայում հեսա որ գանք արդեն ժամանակային շարքերի, այնտեղ մեր մոտ նաև ավելանում են բանը, որ տողերի հերթականությունը փոխելը չենք կարող, այտենց յաբախտի ոնց ուզենք անենք, այսինքն չեմ կարող օրինակ բռնեմ այս տողի համար, ասեմ դե եկեք այս սեզոնի բոլոր արժեքների միջինը հաշվեմ, որովհետև եթե ժամանակային շարքով ենք իրան դիտարկում, իրական մեծ մեր տվյալներն էլ ժամանակային շարք կարելի ասել, բայց մենք իրան այդպես չենք վերաբերվում։ Բայց ամեն դեպքում չպետք է այնպես բան լինի, որ մենք օգտագործենք ինֆորմացիա, որը ապագայից է գալիս մեր մոտ, ու այնտեղ արդեն մեր մոտ train-ը split-ն էլ ավելի նուրբ է դառնում։ Իրականում այս գալիք կտորում ինչ որ բաներ զուտ կրկնելու մակարդակով է լինում, դրսից ինֆորմացիա բերել, այս բանը հեռավորություն օրինակ բռնել, հաշվել, կամ օրինակ կարանք երկու բան իրար միավորենք, մտածելով, որ կարա տրամաբանական լինի, օրինակի համար, եթե ունենք թե որ տարածաշրջանն է ու քանի տող ունի, կարանք հենց կոնկրետ սյուն ավելացնենք, որ կլինի, ասենք, տարածաշրջան ու բան, նեղություն ոչ թե քանի տող, այլ քանի սենյակ, տարածաշրջան, տակի գծիկ սենյակներ, որ ասենք կոնկրետ նայենք, թե կենտրոնի 3 սենյականոցների հետ կապված ինչ ունենք, ու սա որոշ բաներում կիրառելու կետերում կարա բավականին ստանդարտ լինի, բայց ընդհանուր առմամբ բավականին ռիսկային է, որովհետև, ասենք, 100 հատ տարածաշրջան ունենանք ու 10 հատ մինչև 10 սենյակների տարբերակ ունենք, սա արդեն եղավ 1000 հատ յուրահատուկ արժեք, դա էլ խայտառակություն է դառնում մեր մոտ, որովհետև բան դե իհարկե պարտադիր չի, որ սենց իզելական ոնց որ բան արտադրելով գնա, իրանց այս դեկարծյան արտադրելով 100 անգամ 10 լինի, բայց կարանք լիքը յուրահատուկ արժեքներ ունենանք, որը եթե ասենք one-hot ենք ուզում անենք, всё գնաց 1000 հատ նոր սյուն ենք ունենում, ինչը 1000 տարի պետք չի։ Բայց ամեն դեպքում մտքում պահելու համար էլի հավելյալ իդեա է, էլի։ Ու նաև եթե ասենք տեքստային սյուն ունենք, դրա վրա էլ կարանք լիքը բան անենք, feature engineering անենք, ստարտափների դատասետում ասենք սրան գցում ենք մի կողմ ու ընդհանուր առմամբ էլ ոնց որ շատ ավելի շատ ջանք է պահանջում տեքստային սյան վրա ինչ որ բաներ հաշվելը, բայց պոտենցիալ ինքը կարա էլի օգտակար լինի։ Ստեղի ինչ որ մեթոդիկաներ հետո հենց տեքստի հետ աշխատելուց կսովորենք, բայց մի քանի բան սլայդում տենց թողացա։ Ու այս ամեն ինչը որ ասում եմ, սենց մտածենք, սենց անենք, նենց անենք, կարա նաև ավտոմատ ձևով սենց ուղղակի կացին մոտեցմամբ սենց ասած, կարանք բռնենք ու ամեն ինչի արտադրյալները հաշվենք, ամեն ինչի տարբերությունները, ամեն ինչի, ասենք, A բաժանած B-երը հաշվենք ու տենց լիքը մի աշխարհ սյուն սարքենք, գումարային 230 հատ նոր սյուն ունենանք, ու հետո արդեն մտածենք, դե լավ, բա հիմա ոնց սրանց մեջից ընտրենք, թե ինչ ենք ուզում բան անենք։ Կան նաև գրադարաններ, որ ավտոմատ ու լավ խելոք ձևերով նոր ֆիչերներ են սարքում, ասենք այս TS-Fresh ու Feature Tools-ը, այս AutoFit-ը ու Feature Viz-ը ես իրանց հետ չեմ աշխատել, այս երկուսն եմ փորձել ժամանակին, բայց ամբողջականության համար թող լինեն, բայց մի հատ եթե իմի բերենք, թե ինչից է պետք զգուշ լինել, ինչպես միշտ պետք է զգուշ լինել, որ հանկարծ թիրախի արտահոսք չունենանք, ու ստեղ լիքը ձևեր կա դա անելու, էլի։ Համ կարանք մեր feature engineering-ի ընթացքում անենք, համ կարանք մեր եղած feature-ների բանում չնկատենք ու բան արտահոսք ավելացնենք։ Նաև կարանք օրինակ արտահոսք ավելացնենք, եթե բան բռնենք ապագայից ինֆորմացիա օգտագործենք։ Հա, նաև պետք չի ասենք բռնել ու լիքը տոնաներով feature-ներ փորձել սարքել, որտեղ ամեն դեպքում շատ feature ունենալը իր հետ լիքը խնդիրներ է բերում։ Սրա մասին հեսա կակրաս feature-ներ ընտրելու կտորի մասին որ խոսանք, իրան կմոտիվացնենք ավելի շատ։ Ու նաև պետքա զգուշ լինենք, որ ասենք ինչ-որ արժեքներ որ հաշվում ենք, իրենց չբռնենք հենց տենց կոնկրետ արժեքը մխենք մեջ, հա, ասենք եթե ամեն ինչ բաժանում ենք միջինի, պետքա հասկանանք այդ ինչի միջինն է, հանկարծ թիրախից արտահոսք չլինի, ու հասկանանք թե ոնց ենք այս միջինը պահում, որ ապագայում էլ երբ որ գուշակություն ալել ունենք, այս նույն արժեքի հետ աշխատենք,